Իմ մեկ օրվա փոփոխական որոշումից գայթակղվեցի, որի համար ամենքի ներողամտությունն եմ հայցում։ Բայց ոչ ոք թող չթվա, ոչ ոքի, թե ինքը Աստծո համար արժանի զավակ է և որդի է, յուրաքանչյուրս էլ յուրաքանչյուրիս մեջ է անարատ որդուց ինչ որ մի մասնիկ ապրում։ Ինչպես անարատ որդին կանգնեց իր հորն ասեց, տուր իմ ամբողջ ունեցվածքը, ես ինձ մի բան նմանեցվի այդ անարատ որդին։ Կանգնելով եկեղեցու հայրերին ասեցի տվեք իմ ունեցածը, որպեսզի ես գնամ, բայց փառք Տիրոջը ճիշտ է տվեցի, բայց ես ոչ վատնեցի, ոչ ընկա, ոչ էլ կործանվեցի և կորուսյալ դարձի։ Աչքիս առաջ եկավ այն պատկերը, այն սրբանկարները, այն պատկերները և ֆիլմից այն հատվածները, որ նկարագրված են և պատկերված էին կորուսյալ որդին արդեն կիսամեղ սովամահ դիմից։ Եվ իմ խիղճը և իմ խղճի միջոցով Աստված և ես վստահ եմ այստեղ ներկա մարդկանցից շատերը ողջ գիշեր աղոթեցին ինձ համար։ Եվ այդ աղոթքները որպես խիղճ արդեն իմ մեջ աղաղակելով ինձ նորից բերեցին ճշմարիտ ուղու վրա, որովհետև քրիստոնեությունը տխրություն չի կարող բերել։ Ճշմարտությունը չի կարող մարդու ներքին կյանքը քանդել, չի կարող մի ամբողջ ընտանիքի սգավոր դարձնել։ Ճշմարտությունը ազատում է մեզ ամեն տեսակի վախերից, և վախ չունեցող մարդն է արդեն խաղաղության մեջ է։ Ես չեմ գնալ այս եկեղեցուց։ Ես ինձ հանձնված հոգևոր կրամատը ես չեմ լքել։ Ես հավատարիմ եմ մնում մեր հայերից ժառանգած իրավանք կանոնների, օրենքների։ Ես չեմ կարող մոռանալ երես թեքել կամ ուրանալ այն բացը, այն ջուրը, որով սնվել, մեծացել եմ Մարիաթոր Սուրբ Էջմիածնում։ Յուրաքանչյուր մարդ սկսած կանոններից թող մնան կանոնի օրենքի շրջանակներում։ Աստվածային պատվիրանների մեջ անսասան մնացին։ Մի դառը։ Մի մտեք այս գայթակղությունների մեջ։ Ամեն ինչ կանցնի, կմնա մարդի նկարագրով։ Այս ընթացքն էլ կանցնի։ Պատմության մեջ կամ պիտի մնանք որպես առաքյալ, կամ առաքյալների հետևորդ, կամ պիտի որպես Հուդա մնանք, կամ Պիլատոս, կամ Հերովդես, սրանք են կերպարները։ Մենք ուրիշ շատ ընտրություն չունենք։ Գիտեք, ես չեմ անդրադառնում մյուս կողմին։ Մյուս կողմ չեմ։ Ես մի հոդվածում հետևյալն ասեցի։ Դուք բոլորդ իմն եք։ Ես ձեզ իմն եմ համարում։ Ուրիշ բան, եթե դուք ինձ ձերը չեք համարում։ Աստված ձեզ բոլորիդ և բոլոր մարդկությանը է կոչում, որդին է երես թեքել։ Ես աղոթել եմ և պիտի աղոթքով մնամ բոլոր մարդկանց համար։ Կլինեն այն մարդիկ, ովքեր որ փորձում են ինչ-ինչ ճնշումներով կամ հոգդողներով ինձ ասել, որպեսզի ես դուրս գամ այս եկեղեցուց։
չգամ այս եկեղեցուց մի դեպքում։ Եթե այն մարդիկ, ովքեր գոնե ամիսը մեկ անգամ պատարագ են գալիս այս եկեղեցում, եւ բացի իրավունքներից ունեն նաեւ պարտականություններ այս եկեղեցում, եթե իրենք որոշեն, որ ես չպետք է ծառայեմ այս եկեղեցում, ինչևէ նաեւ դա դուք չեք որոշում եւ ոչ դուք ընդհանրապես կարող եք միջնորդել առաջնորդին, որպեսզի ինձ փոխարինեք։ Քանի դուք կաք, ես էլ ձեր քաջ հովիվը լինելով ձեզ մենակ չեմ թողնի։ Աստված պահապան լինի ազգիս հայոց, անսասան պահի մայր աթոր Սուրբ Էջմիածինը իր գահակալով։ Թող մեր հոգևորականները չտրվեն որևէ ղայթակղությամբ։ Թող յուրաքանչյուր մարդ իր խղճի հետ, որ Աստծո ձայնն է, ես վստահ եմ, իր խղճի հետ թող հաշվի նստի։ Եվ ես նաև ունեմ այն համոզումը, որ շատ մարդիկ, եթե իրենց անձնական շահը մի կողմ դնեն, անձնական եսը մի կողմ դնեն, կամ մի փոքր լրացնեն այդ ձայնը, խիղճը պիտի աղաղակի, թե որն է ճշմարտությունը։ Սիրելիներ, դուք միշտ աղոթող եք եղել։ Այսօր էլ աղոթող մնաց։ Աղոթեք բոլորի համար։ Չկա այս կողմ, չկա այն կողմ։ Մենք քրիստոնյա ենք եւ ինչպես որ Պողոս առաքյալի թղթի մեջ ասեց, քրիստոնյան կռիվների, հրաժարությունների երբեք չի գնում, այլ խաղաղությամբ եւ սիրով է առաջանում։ Մեր աղոթքը բոլորի համար, թող Աստված խաղաղեցնի բոլորի սրտերը, թող Աստված օրհնի ձեզ, ձեր ընտանիքներին, հայոց աշխարհը, ևս մեկ անգամ, անսասան մնացեք ձեր հավատքի մեջ։ Ամեն անգամ հիշեք Տիրոջ խոսքը։ Քաջալերվեցեք, ես եմ եւ մի բացեք։ Այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից